ինչ ազդեցություն կարող է ունենալ եւ գերիների հետ կապված, հատկապես Ռուբեն Վարդանյանի հետ կապված ինչ նորություն կարող է փոխանցել։ Արդեն մեկ ամսից ավել է որոշակի ակտիվություն է նկատվում գերիների վերադարձի հարցով միջազգային մամուլում, միջազգային կազմակերպություններ, տարբեր գերտերություններ, հիմնականում նաև Միացյալ Նահանգներում որոշակի փոփոխություն է նկատվում այս հարցով։ Կարևոր է իհարկե գերիների վերադարձի հարցը պահել նաև միջազգային հանրության օրակարգում, որովհետև ինչպես տեսնում ենք Ադրբեջանի հայտած քաղաքականության պարագայում միայն միջազգային հանրության աջակցությամբ եւ Ադրբեջանի դեմ ուղղված գործողություններով է հնարավոր հասնել մեր հայրենակիցների վերադարձին։ Մյուս կողմից, երբ նայում ենք այդ կեղծել չի կարելի ասել արդեն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է այդ դատավարությունները, ուղղակի զավեշտ է։ Սա խոսում է այն մասին, նաև բազմիցս մենք էլ ենք միջազգային հանրության ուշադրություն հրավիրում այս բովանդակությանը, որովհետև երբ ուղղակի ցանկացած մարդ ծանոթանա այս բովանդակությանը, կհասկանա, որ այս մարդիկ ոչ միայն անմեղ են, այլ նաև Ադրբեջանն է շարունակում հանցագործություններ կատարել այս դատավարություններով։ Մասնապես Ռուբեն Վարդանյանի դատավարության ժամանակ, երբ տեսնում ենք մարդիկ, ովքեր գալիս վկայություն են տալիս, պատմելով, որ 90-ական թվականներին ինչ-որ վիրավորում են ստացել, պատմելով, որ ականների վրա պայթել են, այդ ամենը բացառապես ռազմական գործողությունների ընթացքում է տեղի ունեցել, որոնք որևէ առնչություն չեն կարող ունենալ հանցագործությունների հետ, էլ չասած, որ Ռուբեն Վարդանի նկատմամբ ներկայացված այդ կեղծ մեղադրանքները վերաբերվում էին իր պետնախարար աշխատած ժամանակաշրջանին եւ ուղղակի զավեշտալի է, որ այդ 90-ականների դեպքերը բերում են կապում են Ռուբեն Վարդանյանի ենթադրյալ հանցագործությունների հետ, սրանով մեկ անգամ եւս ցույց տալով, որ եւ Ռուբեն Վարդանի եւ մնացած մեր հայրենակիցների նկատմամբ որևէ էական գործողություն կամ որևէ էական դեպք չեն կարող մատնանշել, որը կարող է վերաբերվել հանցագործություններին։ Հետևաբար շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը այս տեսանկյունից նաև այս կեղծ դատավարությունները հիմք ընդունելով պատժամիջոցների եւ այլ գործողությունների աջակցությամբ, ազդեցությամբ հասնի մեր հայրենակիցների վերադարձի։ Այս առումով իհարկե շարունակում է անընդունելի մնալ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը, քանի որ բազմիցս առիթ ունեցել ենք նշելու, որ այս դատավարություններով կարմիր թելի պես գնում է մեղադրանք Հայաստանի Հանրապետության նկատմամբ, փաստացի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններում միշտ մատնանշվում է, որ նրանք այս ամենը կատարել են Հայաստանի Հանրապետության իշխանությունների հրահանգով, որոշումներով եւ Հայաստանի Հանրապետությունը ներկայացվում է որպես այս հանցագործությունների հիմնական կրող եւ չի բացառվում, որ այս կեղծ դատավարություններից հետո, երբ որ Ադրբեջանը իր թեև ներքին դատավարությունների արդյունքում որոշակի ինչ-որ վճիռներ կունենա, այնուհետև այդ վճիռների հիման վրա արդեն Հայաստանի Հանրապետության դեմ կդիմի միջազգայնացիաներ, որի նկատմամբ Հայաստանի իշխանությունները շարունակում են լռություն պահպանել։ Սամվել Բաբայանը վերջերս հարցադրույց է տվել, ասել որ շատ լավ է, որ այդտեղ բանտում են, չնայած որ գանել այստեղ բանտում դի հայտնվեն, ինչ ունեք ասելու։ Առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու, որ Սամվել Բաբայանը ուղղակի չեմ հասկանում ինչ վարքագիծ է դրսևորում, մարդ ով Արցախյան պատերազմում, Արցախյան ազատամարտում որոշակի դեր է ունեցել, այսօր Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներից շատերի հետ քաղաքական ռազմական ճանապարհ է անցել եւ ադրբեջանցիների նկատմամբ այն պայքարը, որ ունեցել է, այսօր մարդը ուրախանում է, որ մարդիկ գտնվում են Բաքվի բանտում։ Ես եւ Սամվել Բաբայանի եւ մնացածին կոչ եմ անում, եթե այդ մարդկանց մասին որևիցե ենթադրյալ հանցագործության մասին տեղեկություն ունեն, թող չվարանեն, վազեն գնան Հայաստանի իրավապահ մարմիններ, ցուցմունք տան, գործ տան, տեսնենք այդ ինչ հանցագործություն են կատարել այդ մարդիկ, որ պետք է գան մի հատ էլ Հայաստանում դատվեն։ Սամվել Բաբայանը բազմիցս, ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում ծառայում է Նիկոլ Փաշինյանի շահերին եւ Նիկոլ Փաշինյանի Արցախի դեմ ուղված քաղաքականության գլխավոր դերակատարներից մեկն է հանդիսանում ոչ միայն հիմա, որ շարունակում է իր եւ իր թիմով պարակտիչ գործողություններ իրականացնել, այլ նաեւ այդ պարակտիչ գործողությունները Սամվել Բաբայանը իրականացնում էր, երբ Արցախի շրջափակման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրահանգով բազմիցս գնում էր Արցախ, գալիս էր Հայաստան։ Իհարկե
այն մյուս տեսանկյունից, որ կար նաև զարմանք թե այդ ինչպես Սամվել Բաբայանը հայտնվեց Հայաստանում, ամենևին հակված չեմ այն մտքին ի տարբերություն Սամվել Բաբայանի թիմակիցների, որ որևէ հայ, այդ թվում Սամվել Բաբայանը պետք է ձերբակալվեր, շատ նորմալ է, որ եւ Սամվել Բաբայանը եւ բազմաթիվ այլ մեր հայրենակիցներ երկու բանկական ինքը իսկապես շատ լավ լեզու էր գտել ադրբեջանցիների հետ եւ իրեն թողեցին, կամ երկրորդ իրոք ճիշտ է, որ ոմանց այս գերիներին հենց Նիկոլն է ասել պահել, իր համար գուցե հատուկ ասել է մի պահ, բա հարց չի առաջանում, այդ ինչի է ինքը դες ձեռքերը գրպանը դրած հանգստացավ։ Սամվել Բաբայանը չէր թաքցնում, որ սեպարատ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ, հետևաբար ակնհայտ է, որ Սամվել Բաբայանը այդ բանակցությունները վարում էր նաև Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ եւ իմացությամբ եւ այդպես էլ հասկանալի չէ, թե այդ ինչ բանակցությունների մասին էր խոսքը, որը նաև բերեց նրան, որ Ադրբեջանը նաև ինտեգրացիայի անվան տակ ռազմական գործողություններ իրականացվեց Արցախում, հետևաբար դեռ Սամվել Բաբայանը պետք է բացատրություններ տա, թե ում անունից եւ ինչպես էր ինքը Ադրբեջանի հետ բանակցում, երբ Ադրբեջանը Արցախի 120,000 բնակչությանը պահում էր շրջափակման մեջ, բայց այդ ընթացքում Սամվել Բաբայանը ոչ միայն Արցախի հայաթափման ժամանակ, այլև մի քանի անգամ Արցախից Հայաստան էր գնում գալիս, վստահաբար Նիկոլ Փաշինյանից հրահանգներ ստանալով, գնալով եւ որպես բանագնաց բանակցելով ադրբեջանցիների հետ։ Սամվել Բաբայանի գործունեության մասին ոչ միայն Հայաստանում, Արցախում արցախցիները շատ լավ պատկերացումներ ունեն, այդ իր խառնակիչ գործողությունները բազմիցս իր եւ իր թիմակիցների միջոցով արցախցիները ականատես են եղել, հետեւաբար անընդունելի է այն վարքագիծը, որ Սամվել Բաբայանը եւ իր թիմակիցները ունենում են նաեւ այս վերջին օրերին, այսօր էլ Արցախի ներկայացության մոտ իր թիմակիցները հիմա էլ Նիկոլ Փաշինյանի հրահանգով արդեն արցախցիների մեջ են փորձում պարակտում մտցնել, սրանով կփորձեն մի հատ էլ թեզ գցել հանրությանը, որ տեսեք, սա հայաստանցիների եւ արցախցիների մեջ վեճ չէ, արցախցիները իրար մեջ նույնիսկ խնդիրներ ունեն, այնպես չէ, որ Արցախի նկատմամբ այդ վերաբերմունքը միայն հայաստանցիների կողմից է, այլ նաև հենց արցախցիները ունեն բազմաթիվ դժգոհություններ։ Սա նաև պայմանավորված է նրանով, որ վերջի շաբաթներում գիտենք, որ նաև իրավական կարգավորումներ տրվեց, որպեսզի Արցախի պետական ինստիտուտները իրենց գործունեությունը բնականon շարունակել եւ վստահ եմ, որ այդ ուղղությամբ նույնպես Նիկոլ Փաշինյանը փորձելու է որոշակի գործողություններ իրականացնել եւ այդ առումով օգտագործվում է նաեւ Սամվել Բաբայանը եւ իր թիմակիցները։ Եվ վերջին հարցը, ինք ասես 4 միլիարդ ենք բերել, երեք չարաչորդ թեմային պարոն Բագրատյանը անդրադարձավ, որ սուտ է խոսում, եւ եթե անգամ բերել է 1000 դրամ թոշակները չեն բարձրացել, էլ այդ ամբողջ միֆը, ստեյցան 7 միլիարդով ավելացել է արտաքին պարտքը։ Դե օրինակ Նիկոլ Փաշինյանը կարող ասել, որ այս վերջի 7 տարում ինքը 7 տարով մեծացել է ու նման բան էր, որովհետեւ աբսուրդ է ժամանակի ընթացքում եթե վերցնենք Հայաստանի այս վերջին 20 տարվա բյուջեն տնտեսությունը, բացառությամբ համաշխարհային տնտեսական ճգնաժամերին 2008 թվականի եւ մեկ էլ 20 թվականի կոവിഡ്ի պատճառով տնտեսությունը միշտ աճում է, որի հետևանքով բյուջեի եկամուտներն աճում են, այսինքն ցանկացած պարագայում աճում է, իսկ թվերի մասին խոսելուց պետք է համեմատել։ Ես առիթ ունեցել եմ անդրադառնալու, որ նույն այդ ժամանակահատվածում Վրաստանի բյուջեն շատ ավելի մեծ աճ է ապահովել, քան Հայաստանի բյուջեն 2017-ից 2024 թվականների մասին է խոսքը, որտեղ շարունակվել է բնականon կյանք, այսինքն չի եղել հեղափոխություն, նախկին թալանչիների գումարները բյուջե հետ չեն բերել եւ այլն, այսինքն արդյունքում Վրաստանում նույնիսկ այդ բնականon գործնեության արդյունքում ավելի շատ բյուջետային մուտքեր ապահովելը խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից հետո ունենալով շատ ավելի բարենպաստ գործիքներ բյուջետային մուտքերը ավելացնելու չի իրականացվել եւ ամենակարևորը հասարակության բարեկեցությունը ամենևին պայմանավորված չէ Նիկոլ Փաշինյանի կամ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերով մարդիկ եթե այդ բյուջեի մուտքերը չեն տեսնում իրենց բարեկեցության վրա անիմաստ է դրա մասին խոսել բյուջետային մուտքերի աճին համարժեք պետք է բազմաթիվ թվով քաղաքացիների կյանքում բան փոխվի եւ ոչ թե պաշտոնյաները պարգևավճար ստանան կամ այլ ծախսեր իրականացնեն, ընդ որում եթե նայում ենք բյուջետային մուտքերի կողքին տեսնում ենք, որ տեղի է ունենում փոքր բիզնեսի հարկերի բարձրացում, այսինքն փաստացի եկամուտները ավելանում են, բայց փոքր բիզնեսի տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ, ովքեր այդ բիզնեսով ուղղակի գոյատևում են իրենց ընտանեկան ծախսերն են հոգում,
շարունակում են ավելի շատ հարկ մուծել։ Հետևաբար բյուջեի ցուցանիշները պետք է դիտարկել ոչ թե մուտքերի կամ ելքերի ավելացումներով, այլ հասարակության կյանքում ինչ է փոխվել, ավելացել են արդյոք թոշակները, ինչպիսի ծառայություններ են ստանում կրթության, առողջապահության մասով, բարեկեցությունը ավելացել է թե ոչ։ Իսկ դրա համար ընդամենը մի քանի թիվ, երբ որ նայում ենք նույն Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում, թեկուզ նույն աղքատության ցուցանիշը 25%-ի չափ աղքատությունը շարունակում է մնալ որպես առաջնային խնդիր, ընդ որում մոտ 1%-ի չափ ծայրահեղ աղքատություն ունենք։ Հասարակությունը վերջին տարիներին շարունակում է արտագաղթել։ Հետևաբար բարեկեցությունը եւ վերջո պետք է անդրադառնա մարդկանց վարքագծի վրա, որը ցավոք տեղի չի ունենում եւ շատ կարեւոր է, որ բյուջետային մուտքերի կողքին մենք ունենանք բյուջետային ծախսերի արդյունավետություն, թե այդ ծախսերը ինչպես են իրականացվում, այդ պարգևավճարների, մեքենաների, շրջագայությունների փոխարեն շատ կարեւոր է այդ ծայրահեղ աղքատությունը վերացնել։ Վերջի ամիսներին այդ անպագորգոր շարունակում են Գյումրիի մասին իրենց նվիրումը ցուցաբերել ճակերտավոր իշխանությունները, երբ նայում են Գյումրիում 2500 տնակ կա, որի համար բյուջետային այսպիսի մեծ ծախսեր նույնիսկ անհրաժեշտ չէ, այս 7 տարվա ընթացքում միանշանակ հնարավոր էր այդ տնակները վերացնել այդ Նիկոլ Փաշինյանի անպագորգոր հայտարարած թվերի հաշվին, որի ականատեսը չենք լինում, այսինքն երբ նայում ենք այս վերջին տարիների իրավիճակը հասարակության բարեկեցության, էական որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվել։ Շնորհակալություն։ Շնորհակալ։